Սիրելի հայրենակիցներ, այս պահին մենք զրուցում ենք համահայկական ճակատ կուսակցության անդամ Արթուր Ավետիսյանի հետ։ Պարոն Ավետիսյան, մայիսի 28-ը որքան է կարևոր հայերի համար։ Բարև ձեզ, սաղին շնորհավորում եմ առաջի հերթին, մեր ժողովրդին, որտեղ առաջնահերթ մայիսի 28-ը դա ոնց որ ասած տոն է, որ մեր առաջի հանրապետության հռչակագրի վերաբերյալ, սակայն մենք ստեղ ենք առաջնահերթ ժողովրդի վրա եւ հարձակվեցին հայերիս վրա։ Մեր պապերը ռուս ժողովրդի հետ, որը մոտավորապես 1000 հոգի ռուս մարտիկ էր պարունակում, հաղթանակ տարան եւ թուրքերին դուրս հանեցին մեր հողից։ Ամեն հայ ժողովրդի մեջ, ով որ պատմությունը գիտի, որը կերտում է մեր պատմությունը, նա պետք է չմոռանա այդ ամեն ինչը, ինչ որ արել են մեր պապերը եւ ռուս ժողովուրդը, որ մեզ օգնել է այդ պահին, եւ մենք կարացել ենք մնանք այն ինչ որ մենք հիմա կանք, որովհետեւ կարող է լրիվ ուրիշ ձև փոփոխվեր պատմությունը եւ լրիվ ուրիշ ձև լիներ Սարտարապատը, եթե մենք չհաղթեինք։ Ձեր կարծիքով ինչ դասեր կարելի էր քաղել մայիսի 28-ից։ Դասերը առաջի հերթին պետք է քաղեն մեր իշխանությունները, որոնք չեն քաղում այդ դասերը կամ չեն ուզում քաղեն, որովհետև եթե իրանց լսելով մենք գնանք առաջ, մենք ոչ թե կգնանք առաջ, այլ կկորցնենք մեր պետականությունը։ Իսկ իրանք ոչ դասեր են քաղում, ոչ են ուզում են հիշեն այս օրերը։ Այս օրը իրանց համար արդեն դարել է ոչինչ, իրանք չեն ստիպված են, եթե գալիս են ստեղ, ստիպված են գալի, ստիպված, որ ժողովուրդը ինչ-որ ավել մի բան չասի, հետ է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում հայտարարեց, որ մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են եւ հայրենիքը գտնված է։ Իդեմս 29743 կիլոմետր տարածքի։ Ինչ է կարծում սրանով Նիկոլ Փաշինյանը ինչ էր ցանկանում ասել, արդյոք հայրենիքի մասին մեր պատկերացումները հենց այդ 29743 կիլոմետրի շրջանակներում պետք է լինեն։ Ինքը դրա մասին ուզում է վերջնակետը դրի մեր հայրենիքի համար, մեր Արցախի համար, որը հիմա գտնվում է թուրքերի ձեռին։ Մեր հողերը, որոնք պապական եղել է մերը, նա էլ չի հաշվում, որ դա մերն է եղել, ինչ որ մի հատ իր բաներով քարտեզ է գծել եւ այդ քարտեզով գնում է առաջ, իսկ հետագայում մենք գիտենք, որ մեկը Ադրբեջանը էտրանով չի կանգնի, ինքը էլի համ Սյունիքն է ուզում, համ Միչանսկ է ուզում, համ Երևանն է ուզում, այդ իր ասածները ընդհանրապես ոչ մի բանի չեն բերի, ոչ մի լավ բանի չեն բերի, իսկ այդ քարտեզը որ կա, այդ քարտեզը էլի թուրքերի համար փոփոխական է, ինքը ինչքան էլ ուզում է ասի եւ ուրախանա, այդ եղել է, այդ հողերը միշտ էլ եղել է, այդ 29000-ը միշտ էլ եղել է, բայց մեծ է եղել այդ հողերը, հիմա ինքը ուզում է վերջնակետը դնի, իր թիմը ուզում է վերջնակետը դնի հենց այդ թվի վրա, բայց մենք գիտենք, որ մեր հայրենակիցները այս վերջերս, որ 120,000 հոգի դուրս մնացին մեր հողերից, Արցախից դուրս մնացին, իրանք ուզում են վերադառնան իրանց տները, բայց այս սրանով վերջնակետ է ուզում դնի ու ամեն անգամ ինչքան կարող է, ինքը ամեն տեղ նշում է այդ հանգամանքը, որ սա այս 29000-ը ու վերջ, սա է մեր հայրենիքը, ոչ դա չի մեր հայրենիքը, մենք մեծ հայրենիք ենք ունեցել եւ կուզենանք, որ մեր հայրենիքը իսկապես լինի հզոր ուժեղ եւ Արցախը լինի հետ գա մեր մոտ եւ մեր ժողովուրդը արցախցիները վերադառնան իրանց տները եւ նորմալ հարևանների հետ, եթե իրանք կկարանան դառնան մեզի հարևան